Я рад приветствовать. Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ քննող գործարարին կալանքի տարած մոտ 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար քննիչ Սպարտակ Պողոսյանը պարգևատրվել է ժամացույցով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 11-ամյակի եւ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ 3 տեղի ունեցել կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Եվ ահա նիստից հետո քննչական կոմիտեի նախագահի հրամաններով կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով։ Եվ ահա կոմիտեի նախագահը ըստ էության նաեւ շնորհակալություն հայտնեց քննիչ Սպարտակ Պողոսյանին, որը ոչ ավել ոչ պակաս Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող գործարարին կալանքի տարած մոտ 53 հոգանոց քննչական խմբի ղեկավարն է։ Վերջինս պարգևատրվել է ժամացույցով։ Հիշեցնենք Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո։ Ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է սարքել։ Հետո SMS հրահանգով նա կալանավորվեց եւ գրեթե 100-ից ավել է ինչ կալանքի տակ է։ Գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։